Գուրգեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի մարդն է։ Եփած հավի ծիծաղը գալիս է։ Մենք գիծ ենք քաշել նախկին իրողությունների եւ ներկա իրողությունների մեջ։ Առաջին որոշումներից մեկը լինելու է կառավարության կառուցվածքի փոփոխությունը։ Օտարպետության սպասարկող տզրուկներ կային վերընկած։ Ես խիստ մտահոգություն ունեմ, որ գնում են Հայաստանի Հանրապետության լուծարման ճանապարհով։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արմլուրի տաղավարում այսօր կզրուցենք Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Պարոն Սիմոնյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Համապետական ընտրություններին դուք եւս մասնակցելու եք, հետաքրքիր է ինչ առաջարկով եք ներկայանում ժողովրդին, ինչու Հայաստանի քաղաքացին պիտի ընտրի ձեզ եւ այս ընթացքում ինչ գործունեություն եք ծավալում, որ ուժերի հետ ինչ հանդիպումներ եք ունեցել, խնդրեմ։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը ամենաառաջնային խնդիր դրել է իր առաջ ալտերնատիվա այլընտրանք տրամադրի, որտեղ Եվ ես եւ գիտեմ, որ մեր հայ ժողովուրդը հոգնել են այդ նախկին ներկա հարացույցից, սև սպիտակ հարացույցից, իրար պիտակավորելուց, բամբասանքներից։ Մենք ուզում ենք, որ խորհրդարանում դիսկուրս քաղաքական ծավալվի, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները պատշաճ կանոնակարգվեն եւ այլն եւ այլն։ Բացի այդ, մի կարևոր հանգամանք էլ կա, ես որպես քաղաքական գործիչ եւ քաղաքականություն մոտ գործած անհատ համոզված եմ, որ 2018 թվականի հեղափոխությամբ ոգեկոչված արժեքները, որոնք որ մարդկանց հոծ բազմություն բերեցին փողոց, այդպես էլ չկապիտալիզացվեցին։ Խոստումները մնացին օդի մեջ, արդարությունը չվերականգնվեց, հեղափոխությունը վերածվեց հասարակ իշխանափոխության եւ այդ կառավարական եւ կամայական վարքի պատճառով Հայաստանի Հանրապետությունը կանգնեց գոյութենական փորձանքների առաջ։ Մենք կորցրեցինք Արցախը, ցեղասպանության ենթարկվեց եւ հայրենազրկման ենթարկվեց Արցախահայությունը, Հայաստանի Հանրապետության արժեշահային համակարգում ազգային շահերը ոտնահարվեցին, ու դա շարունակվում է հնդածս։ Բացի այդ տնտեսական խնդիրները, օրեցօր գահավիժող դրամի չափը, սոցիալական անմխիթար իրավիճակը, մարդկանց թոշակների հետ կապված եւ այլն անարդարությունը, որ որոշ ընտանիքներ վերջերս բարձրացրեցին։ Դե դա էլ է սխալ։ Ինչի միայն վերջերս, մանավանդ եթե ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարում ասում է, թե 1000 դրամով բարձրացնենք, ճեղքվածքի առաջ կկանգնենք։ Հիմա 10000-ով ես բարձրացել, եղբայր։ Քեզանից հետո եկողը ընկնելու է խնդիրների մեջ ուրեմն։ Այս ոնց ասեն ստացվում։ Նշանակում է դու ինչ որ նախընտրական քայլ ես իրականացնում, օգտվում ես վարչական հիմնախնդիրներից, դա քո ուղիղ պարտականությունն է, իսկ ինչի չի հնարավոր չէր դա 6 ամիս առաջ իրականացնել եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերում է փոխստեկ զրույցներին, բանակցություններին, մենք ի սկզբանե իմ մուտքով հայտարարվել է, որ հայ ժողովուրդը եւ մենք գիծ ենք քաշել նախկին իրողությունների եւ ներկա իրողությունների մեջ, նախկին իրողությունների մեջ մտնում է նաեւ ներկայումս գործող իշխանությունները, որ նույն համակարգի, նույն համակարգի մասն են։ Մենք համարում ենք, որ բացարձակապես որևէ առնչություն պետք է չունենանք նախկին 3 նախագահների քաղաքական ուժերի եւ նրանց սպասարկող եւ արբանյակ քաղաքական ուժերի հետ հայտարարել ենք, որ երբևիցե որևէ համագործակցություն չենք կարող ունենալ ներկայիս վարչապետի քաղաքական ուժի հետ եւ նրան սատարող արբանյակ այլ քաղաքական ուժերի հետ, չենք կարող երբևիցե գործ ունենալ արտաքին ուժերի կողմից սպասարկվող, օժանդակվող եւ ներքաղաքական դաշտ նետված որևէ մի քաղաքական ուժի հետ եւ չենք կարող համագործակցության եզր ունենալ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն գործընթացներում թաթախված անհատների եւ ուժերի հետ։ Սրանք կարմիր գծերն են, որ ասացինք, իսկ ինչ ենք բերելու, այն ձեր բազմավովանդակ հարցի։ Բայց այստեղ մինչև վերելը, պարոն Սիմոնյան, այդ դեպքում ստացվում է, որ դուք համապետական ընտրություններին լիովին առանձին եք մասնակցելու։ Այո, ստացվում է այդպես։ Շատերը կարող են ասել, էլի առողջ ուժեր կան։ Գուցե եւ կան։ Մենք չենք հռչակում, որ միայն մենք ենք եւ վերջ։ Չէ, գուցե եւ կան, բայց եկեք հասկանանք մի բան, որ քաղաքական կոալիցիաները դրանք քաղաքական հաշվարկների արդյունքում ծնված երևույթներ են։ Եթե այդ մաքուր ուժը իր քաշային կատեգորիայով այն աստիճանի չի, ինչ աստիճանի որ շնորհապետական կուսակցությունն է արդեն, կոալիցիան անիմաստ է դառնում։ Բայց համագործակցությունը իմաստալից է։ Մենք այս առումով համագործակցության համար մաքուր ուժերի համար բաց ենք։ Եվ վերջերս
հանրային գործիչ վերլուծաբան պարոն Անտինյանը եկավ միացավ մեզ ընդհանուր ցուցակներով գնալու ենք, սա կոալիցիա չէ, այլ միացել է Շնորհապետական կուսակցությանը, հուշագիր ենք վավերացրել եւ այլ եւ այլ։ Այսպեսի համագործակցությունների համար բաց ենք։ Բայց կոալիցիայի համար եւ տեխնիկական խնդիր կա։ Օրենսդրությամբ դու 8-ից 10% շեմ պետք է հաղթահարես, որ մուտք գործես խորհրդարան եւ 10 միլիոնից ավել ոնց որ պետական գրավ պետք է տաս։ Իսկ միայնակ մասնակցության պարագայում 4%-ը պետք է հաղթահարես եւ դա նպատակահարմար է, ինչքան էլ որ դու գնահատում ես քո շանսերը շատ բարձր, միևնույնն է նպատակահարմար է։ Եվ 7.5 միլիոն պետք է պետական գրավը վճարես։ Սա տրամաբանական մասը եւ ստացվում է այնպես որ Շնորհապետական կուսակցությունը միայնակ որպես քաղաքական ուժ կմասնակցի ընտրապայքարին եւ ես լավատես եմ բավականին նախադրյալներ ունենք որ հրաշալի է լինելու ինչ ենք բերելու առաջին этаպում կարճ որոշումներ կան որոնք որ աներկբավորներ են իրականացնելու ենք նախ մենք հայտարարել ենք որ Հայաստանի Հանրապետությունում լյուստրացիա պետք է իրականանա Մարդիկ կան, վերլուծաբաններ կան, որ լյուստրացիայի վերաբերյալ բավականին ոչ բարեհունչ են արտահայտվում, իրենց տգիտությամբ պայմանավորված, իրանք սկի չգիտեն դա ինչ է նշանակում։ Ժամանակ էլ չունենք իրանց բացատրելու։ Լյուստրացիա իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու, որ ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ձևավորվի, որը կզբաղվի այլընտրանքային արդարադատության կյանքի կոչմամբ Հայաստանի Հանրապետությունում դատական մարմինների զուգահեռ ընթացող process է լինելու։ Կհրավիրվեն Սփյուռքի եւ միջազգային ասպարեզում լավագույն իրավաբաններ եւ հատուկ տեղեկատվություն կդրամադրվի, որպեսզի 1988 թվականից սկսած մինչև այսօր բոլոր գործերը, քեյսերը քննվեն։ Սփյուռքին երբես ներգրավելու եք։ Անշուշտ, առանց Սփյուռքի անհնար կլինի։ Որ եթե դուք իշխանության կաք, նաև Սփյուռքի նախարարությունը կվերականգնեք։ Ես կարծում եմ, որ ոչ թե Սփյուռքի նախարարություն, իհարկե համակարգող պետք է լինի, բայց բոլոր նախարարությունները Սփյուռքի բաժին պետք է ունենան։ Առողջապահության նախարարությունը պետք է Սփյուռքի վարչություն ունենա։ Սփյուռքում բազմաթիվ բժիշկներ կան։ Պաշտպանության նախարարությունը Սփյուռքի վարչություն պետք է ունենա, էկոնոմիկայի նախարարությունը Սփյուռքի վարչություն պետք է ունենա, եւ ես կարծում եմ, որ արտաքին գործոս նախարարությունը ինքն իրանով, բացի միջպետական հարաբերությունների սպասարկմամբ, նաեւ Հայաստան-Սփյուռք եւ գաղթօջախներ կապ ապահովելու համար պետք է լինի։ Այստեղ արհեստական նորից էլի մի նախարարություն ստեղծելու կարիք չկա, ԱԳՆ-ի միջոցով թող զբաղվեն դեսպանները այդ երկրներում գործ ուղղված, ոչ միայն այդ երկրների պետական մարմինների հետ պետք է համագործակցության կապեր ունենան, այլ նաեւ տեղում գործող գաղթօջախի հայկական կառույցների եւ անհատների հետ պետք է կապեր ունենան։ Դեսպան հյուպատոս մակարդակի վրա։ Որտեւ Ենթադրենք ձևավորում ես մի Սփյուռքի նախարարություն կամ Սփյուռքի հանձնակատար, այդ մարդը մի հոգի է, թող 10 հոգի լինի։ Միևնույն է դրանց մասշտաբները սահմանափակ է լինելու, դիվանագիտական ներկայացուցչությունը, կորպուսը հարյուրավոր անձնակազմ ունի։ Դուք ուրեմն պատկերացրեք ինչքան հնարավորություններ կլինի տարբեր, ասենք, երկրներում գաղթօջախների, Սփյուռքի կառույցների եւ անհատների հետ սերտ համագործակցություն ապահովել հրաշալի կլինի։ Ես կարծում եմ, որ Սփյուռքին պետք է ներգրավել Հայաստանի Հանրապետության կառուցման աշխատանքներին ոչ պակաս քան տեղի հայերի, որովհետև ինչքան ինտելեկտ եւ ինչքան ֆինանսական նյութական միջոցներ կան դրսում։ Լյուստրացիայի մասով սա առաջին որոշումներից մեկը, եթե Աստծո կամոք եւ հայ ժողովրդի որոշմամբ տեղի կունենա, մենք այդ լյուստրացիայի միջոցով գալու ենք հանգենք մի հանգամանքի, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական դատարանի միջոցով կարգելվեն որոշակի անհատների եւ քաղաքական ուժերի գործունեությունը հանրապետությունում։ Մենք կմաքրենք երկիրը ձեր համար։ Ոչ մի աղտեղությունների քաղաքական դաշտում ել չեք տեսնի։ Ել չեք տեսնի։ Ես դա խոստանում եմ։ Ռիսկեր չի պարունակում։ Ոչ, միայն ազգային ուժեր, Հայաստանի Հանրապետության քաղաքական գործունեությամբ զբաղվեն ազգային ուժեր եւ մարդիկ, որոնք մաքուր հետագիծ ունեն, մաքուր։ Ինչպես է գնահատելու որն է ազգային ուժ կամ ապազգային։ Այն ուժերը, որոնք նայեք, բոլոր ուժերի համար կարմիր գիծ պետք է լինի ինքնիշխանությունը։ Եթե գոյություն է ունեցել գեթ 1 ուժ, որը որ գոնե մեկ անգամ իր մտքի ծայրով թույլ է տվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության էրոզիա, նրա գործունեությունը պետք է արգելափակվի։ Գործող իշխանության այդտեղ դիտարկելու եք։ Գործող իշխանությունները ուրիշ մահացու մեղքեր են իրագործել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության եւ պետական կառավարման համակարգի կոլապսը գոյություն ունի եւ այլն եւ այլն։ Սա կոնկրետ Գուրգեն Սիմոնյան անհատի քաղաքական գործիչի եւ Շնորհապետական կուսակցության խնդիրը չի։ Մենք բռնակալներ չենք, որ մենք գանք ասենք սրանք ազգային ուժեր են, սրանք երկրի անվտանգությունը տապալած ուժեր են, նրանք էլ եսիմով են։ Դատական համակարգը թող փաստերի համատեքստում կարող մեզ էլ են քննում։
Կարող մեր գործունեությունն էլ են քննում, մենք իրավունք չունենք միջամտենք դատական գործունեությանը։ Եվ ի վերջո որպես ծաղկեպսակ լյուստրացիոն համակարգի պիտի լիարժեքորեն մաքրազտվի սահմանադրական դատարանը եւ դատական համակարգը, ձևավորվի նոր դատական համակարգ, այնուհետեւ այդ լյուստրացիոն մարմինը կտարալուծվի դատական համակարգի մեջ եւ անկախ դատական իշխանությունը իր գործունեությունը կծավալի։ Առաջին որոշումներից մեկը լինելու է կառավարության կառուցվածքի փոփոխությունը։ Մենք նոր կառավարության կառուցվածք ենք բերում, որը որ ներառականության մեջ է լինելու աստիճանակարգային եւ հորիզոնական կապով հանդերձ։ Սուպեր նախարարություններ իրենք իրենցով ոսոր պետություն լինեն, պետության ներսում չեն լինելու։ Իսկ նախընտրում եք խորհրդարանական թե նախագահական։ Խորհրդարանականն է նախընտրում, բայց ոչ այս կարգավիճակով։ Սա խորհրդարանական չի, սա վարչապետապետություն է։ Ձեր խոսքում քննադատեցիք եւ ներկաներին այսպես կոչված եւ նախկիներին, բայց հետաքրքիր է, որ հանրությանը մեջ կա այն խոսակցությունները, որ դուք Նիկոլ Փաշինյանի քաղաքական պրոյեկտն եք եւ մեջբերեմ նրանց ժողովուրդը ասում է, որ Գուրգեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի մարդն է։ Կան հստակ փաստեր, որոնք դուք կներկայացնեք, որ կհերքեն այս խոսակցությունները։ Ցանկացած մեղադրանք պիտի փաստ ունենա, ոչ թե հերքումը փաստ պիտի ունենա։ Եթե մեղադրանքը փաստ չունի, արդեն ինքը չեզոքանում է։ Ինչ փաստ կարող են ցույց տալ։ Կամ մի հատ տրամաբանորեն եկեք մտածեք, Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակների ինչ պրոյեկտ է հաջողության հասել, որ սենց հաջողության հասնի SP պրոյեկտը։ Ինչ պրոյեկտ են ունեցել, ինչ պրոյեկտ ի վիճակի են ունենալու առհասարակ, էլի երբած հավի ծիծաղը գալիս է։ Առանց պրոյեկտ երկիր են կառավարում, պետք է մեր նման պրոյեկտ ունենային, լավ էլի։ Եվ հետո միշտ հիշեք, ոչ թե հերքողը պետք է ապացույց ունենա, այլ մեղադրողը պետք է ապացույց ունենա։ Ցանկացած տեսակի մեղադրանք, եթե ապացույց չեն ներկայացնում, ուրեմն զրպարտում են եւ հերյուրյանք են տարածում։ Ես իմ մասին ինչ ասես լսել եմ։ Էլ որ ներկայիս իշխանությունների հետ ինչ որ պրոյեկտ եմ, թեպետ եւ Նիկոլ Փաշինյանի երբևիցե անձամբ չեմ էլ տեսել, անձամբ ծանոթ չեմ։ Չէ, ընդհանրապես։ Նրա կոչին արձագանքել եմ 2018 թվականի դեկտեմբերին հիշում եմ, որ ասեց էս ուր են մասնագետները, որ Հայաստանում չկան, էս էլեկտրոնային հասցեին ուղարկեք։ Ես արձագանքեցի, որ օժանդակեմ գնամ կառավարությունից հրավիրեցին, ինքը այնտեղ չէր, այնտեղ ներկայացուցիչներ կային եւ հարցրեցին, այսինքն եթե հանդիպում կազմակերպենք վարչապետ Փաշինյանի հետ ինչ պաշտոն եք ուզելու, ասացի ես աշխատանք չեմ փնտրում։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, ասել է ուր են այդ պրոֆեսիոնալները, եկել են իմ օգնությունը առաջարկեմ, հիմա ձեր խնդիրն է, կարող է ասում եք գնա դու քո հաշվին, դու քո միջոցներով այս ինչ խնդիրը լուծի, ես գնամ այդ խնդիրը լուծեմ։ Ինչ են պատասխանել ձեզ։ Հիացած ճանապարհեցին միջև մուտք, դրանից հետո վերջ, ոչ մի հանդիպում, ոչ մի կա, ոչ մի բան չկար։ Հանրային գործունեություն սկսեցի ծավալել, նպատակ ունենալով ոնց որ sense խորհրդատուի ժողովրդին։ Լավ, ինչու՞ չէ, այն ժամանակ մինչև 2023 թվականի ինչ որ փոքր հույսի ճրակ կար, որ ինչ որ բան լավ կարա գնա եւ այլն 2023 թվականի դեկտեմբերից, երբ որ լիարժեք Արցախը հայաթափվեց եւ ներկայիս վարչապետի աթոռը զբաղեցնող անձը գնաց Մոսկվա եւ ստանձնեց ԵԱՏՄ-ի նախագահությունը, ես հասկացա, որ վերջ պատա։ Փոփոխման ենթակա չի։ Փոփոխման միայն ենթակա կլինի, եթե իշխանափոխություն տեղի ունենա։ Եվ ես 2024 թվականի հունվարից արդեն կոչ էի անում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ծոցից ծնի ալտերնատիվաներ, այլ ընտրանքներ, այլ ժամանակ, դուք չեք պատկերացնում իմ էլեկտրոնային հասցեները, ֆիզիկապես նամակագրությունները եւ մարդկանց հանդիպումները քանի հազարի հասավ, որ դուք մեր ծոցից ծնված եք, դուք էլ ստեղծեք։ Ժողովուրդ ջան, ձեզ համար մաքուր այլընտրանքս ձևավորում ենք, ստեղծել ենք, գոյություն ունի Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը մաքրամաքուր։ Մեր ֆինանսները թափանցիկ, միջոցները թափանցիկ։ Ուզում անդրադառնալ կուսակցությունը ստեղծում է եւ գործունեության ընթացքում երբևէ ֆինանսական աջակցություն, կազմակերպչական, գուցե եւ մեդիա աջակցություն ստացել է իշխանությունից։ Ոչ։ Միայն քաղաքացիական օժանդակության վրա ենք մենք հիմնված։ Որևէ մեկ անհատ, օլիգարխ, որևէ նախկին դերակատար, որևէ ներկայիս դերակատար, երբևիցե որևէ օժանդակություն չի տրամադրել։ Մեդիադաշտում ինձ միշտ հրավիրել են որպես վերլուծաբան, որպես մարդ, որը որ նաև պրոֆեսիոնալ է, ես քաղաքական գիտությունների թեկնածու եմ, իմ թեման անվտանգային հարցերն են։ Բայց վերջին շրջանում նաև նկատեցի, որ համ հրավիրում են, համ էլ իրենց ֆեյքերի զանգվածով հայհոյա խառը, sense մտնում են մի հատ շղարշ են ձևավորում, սկսեցի մերժել, որտեվ հրավիրելուց
փաշա եք, ճանապարհելուց բոշա եք։ Մարդը եկել է ձեզ համար կոմպետենտ վերլուծություն է տալիս, որ դուք մտնեք ձեր ֆեյքերի ֆերմայով, հարցակվեք, շղարշ ձևավորեք, վարկաբեկեք, մերժեցի, այլևս չեմ գնում նման տեղեր, որտեղ որ նորմալ չեն ընդունում, նորմալ չեն ճանապարհում, մարդու խոսքը խեղված ներկայացնում են։ Որևէ օժանդակություն չեն տրամադրել։ Ես անգամ մտավախություն ունեի, որ կուսակցության առումով կարող խնդիրներ ստեղծեմ, բայց բարեբախտաբար ոչ մի բան չեղավ։ Խոչընդոտներ չեն եղել։ Չեղան այդ առումով Փառք Աստծո եւ մենք հիմա ունենք այդ այլընտրանքը, որը որ ժողովրդին կտրամադրենք։ Պարոն Սիմոնյան, գործող իշխանության այս 8 տարիների ընթացքում գործունեությունը եթե ամփոփելու լինենք, որտեղ են սխալվել նրանք, սխալներ թույլ տվել, որը որ դուք երբեք չէի քանի ձեզ համար կարմիր գիծ կլիներ։ Գիտեք, տարբեր բաներ են պատտում, թե նա պրոյեկտ է, բերված է եւ այլն։ Անգամ եթե հիպոթեզ առաջ քաշենք, որ բերված է, ենթադրենք, չենք մեղադրում, կամ դրսից է բերված, կամ ներսից բերվել է, որ ինչ որ բան աներ։ Ես ինձ դնում եմ իր տեղը, ենթադրենք այդ մասան որոշել էր, որ պետքա բերվեր քեզնով։ Բալավ դու չէիր տեսնում, որ 1 միլիոն մարդ դուրս է եկել քո անունը վանկարկում է։ Այդ մարդկանց, այդ միլիոնների այդ սփյուռքը ոնց էր քեզ ընդունում։ Այո։ Դա արդեն փրկագին էր քո համար։ Քեզ առան մարդիկ իրանց վերաբերմունքով եւ վստահությամբ, բայց դու մնացիր հավատարիմ քեզ բերողներին, եթե բերում էին քեզ։ Եթե չէին բերում, եթե ժողովուրդը բերեց, ամեն դեպքում առաջի լետալ խնդիրները, որը որ ինքն իր համար ստեղծեց, ականներ ձևավորեց, դա իր նեղ շրջապատից անհատներին Բարսաշյան պաշտոնյաներ դարձնելն էր։ Այսինքն պետական կառավարման համակարգը սարքեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության մենաշնոր։ Մինչդեռ երբ որ ցանկացած կուսակցության առաջնորդ հաղթանակ է դանում ընտրությունների ժամանակ, ինքը պետքա դադարի միայն կուսակցության առաջնորդ լինելուց, ինքը դառնա պետության առաջնորդ։ Դու պետքա օգտվես պետության եւ սփյուռքի կադրային բազայից, անկախ նրանից իրենք քո կուսակցության անդամ են թե ոչ։ Այդ դեպքում ռիսկեր կան, բա որ ինձ գցեն։ Եղբայր, քո կուսակցական հավատարիմներով կարա իր մոնիտորինգային խումբ ձևավորեիր, որ որոշումների կայացումը այդ մոնիտորինգային խմբի միջոցով իրականացվեր, քո քաղխորհրդով։ Ցանկացած Բարսաշյան պաշտոնյա բերում նշանակում է իր պաշտոնի, ազատման դիմումներ զուգահեռ էր ստորագրում, հենց որ տենում էր խաղեր ատանում կամ երկրի գործընթացները այլ ուղղությամբ ատանում, դիմումը գրում էր դուրս էր գալիս։ Մյուսն է գալիս, բայց լավագույններին անընդհատ պետքա բերեիր։ Այսինքն կակիստոկրատիայի տգետների իշխանության փոխարեն պետքա ձևավորեր մերիտոկրատիա, արժանիների իշխանություն, շնորհապետություն։ Այնինչ որ մեր կուսակցության անունն եք դրել մենք, դա հենց դա նկատի ունենալով։ Երկրորդ կարևոր սխալը, որ իրագործեց, փորձում էր դատական համակարգի միջոցով, այն դատական համակարգի եւ այն օրենսդրության միջոցով, որոնք որ գրվել էին նախկինների միջոցով, դատեր հենց նույն այդ նախկիններին, որոնք այդ օրենսդրությամբ հեչոտ մեղավոր չեն։ Լուստրացիա չարեց։ Սա հնարավորություն տվեց, որ հատկական ֆիլմի նմանվող երևույթի վերածվեց հանրապետությունը, բամբասանքի սևերի եւ սպիտակների եւ ահռելի մեծ խնդիրներ ձևավորվեց։ 2019 թվականին կոവിഡ്ը սկսվեց։ Ես այն ժամանակ մի հրապարակում արեցի, որ սա փորձաշրջան է լինելու հայկական պետականության դիմադրողականության համար հավանական պատերազմի վերսկսման պարագայում։ Եթե դու գիտեիր, որ քեզ զեկուցել էին Հայաստանի Հանրապետությունում խնդիրներ կան, կտրուկ հայտարարությունների չի էիր անում սադրելու համար, ժամանակ ձգելու համար կարելի էր, չէ, ասել սպասեք, ամեն ինչ ձեր սրտով ալինելու, բայց վերջում իր սրտով չէր լինի։ Կտրուկ հայտարարություն կարող ենք դիտարկել նաև այն, որ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում նա Արցախայությանը ասաց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այո, եւ հանրապետության հրապարակում արեց, ասեց զրոնիշից ենք իրագործում մեր բանը, բանակցային գործընթացը, ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, իր նախարարը ասեց նոր պատերազմ, նոր տարածքներ, Տավուշի շրջանում բարձունքներ գրավեցին, չէ, ամռանը 2020 թվականի օգոստոսին։ Ամբողջությամբ սադրվեց իրավիճակը, ամբողջությամբ։ Եթե դու գիտեիր, կամ եթե գալիս են քեզ զեկուցում են, որ դու կարաս ջարդու փշուր անես թշնամուն, միևնույնն է, տրամաբանական առաջնորդը պատերազմ հրահրելու գործընթացից ձեռնբակ կմնա, ինչքան էլ ուժեղ ես։ Որտեղ պետք է հասկանան, որ աշխարհաքաղաքական իրավիճակ կա, դաշնակիցների հարաբերական
պոտենցիալ կա, դաշնակիցների անկեղծության հարց կա եւ այլն։ Թուրքիան անկեղծ դաշնակից է, Ռուսաստանը ոչ։ Արցախի հիմնախնդիրը հայանպաստ իշա Հայաստանի լուծելու ինչ այլընտրանք դուք ունեիք, որն է ըստ ձեզ այլընտրանքը, որ Արցախը մնար հայկական, գոնե թե առանց Շուշիի եւ առանց Հադրութի։ Եթե մենք լինեինք իշխանության, կփորձենք 2 տարի ժամանակ շահել, միջև ուժային կառույցներում մաքրություն կիրականացնենք։ Շատ օտարպետության սպասարկող տզրուկներ կային վերընկած տարբեր պաշտոններում։ Այդ մաքրությունը իրականացնելու համար եւ լուստրացիան իրականացնելու համար մեզ ժամանակ էր պետք։ Մենք կտրուկ գործողություններ չէինք անի, առանց էլ բանակցային գործընթացը կասեցված էր։ Վերջում հայտարարելու է հետեւյալը, որ 1994 թվականի ստատուս քվոյից ի վեր ընթացող բանակցային գործընթացը տապալվել է Ադրբեջանի ձեռամբ 2016 թվականի ապրիլյան քարոզիայի պատճառով։ Այսինքն, եթե սկսում են կրակել, ամբողջ փաթեթը լցնում են ջուրը։ Հետևաբար, Արցախի մեր հայության իրավունքները առաջ տանելու համար մենք սկսում ենք իրար հետ զրուցել կամ համաձայնության ենք գալիս, որ Արցախի հայերի իրավունքները պետք է բավարարվեն, այսինքն եթե աշխարհն չի ցանկանում անկախ պետականության կարգավիճակում, ապա Արցախը պետք է դիտարկենք բացառապես Հայաստանի Հանրապետության կազմում միացում հիպոթեզով, կամ Ադրբեջանը տանում է ամեն ինչ պատերազմի, բայց այդ ընթացքում մենք ժամանակը շահած կլինենք, ուժային կառույցներում փոփոխությունները իրականացրած կլինեինք, լուստրացիան իրականացված կլներ, երկրում արդարությունը պահպանված կլներ։ Անկամ ավելին ասեմ ձեզ, 2020 թվականի այդ աղետալի իրավիճակով պայմանավորված էր, ես չեմ համարում, որ մենք օբյեկտիվորեն պարտվեցինք մարտի դաշտում, եւ պատերազմի մասնակցի կարգավիճակով եմ ես դա ձեզ ասում։ Եթե մարտական գործողությունները շարունակվեին մինչև 2021 թվականի հունվար, անժամանակ ղազախական դեպքերը սկսեցին ծավալվել, Ռուսաստանի ուշադրությունը թեքվում էր այն ուղղությամբ։ Ադրբեջանը պոտենցիալը կորցրել էր արդեն։ Հիշում եք հոկտեմբերի վերջեր, նոյեմբերի սկզբներին արդեն Լալա Հարաջ Ալիևը նրանց շտաբի ներկայացուցիչները ասում են հայերը որտեղից զենք ունեն, բան իրանց օգնողներ կան, հող էին նախապատրաստում անկանխատեսելի իրավիճակների հետ կապված։ Կողմ եք որ շարունակվել այդ 2020 թվականի անշուշտ, բայց իրաց գրավածը ինչ էր։ Վարանդայի Ջաբրայելի շրջանում 20 կիլոմետր փոր էին մտել մի փոքր։ Մեկ էլ Թալիշներ անցել իրանց ձեռը, բայց այդ ոչ մի բան էր։ Իրաց գրավածը ինչ էր, ոչ մի բան։ Շուշի բարձրացել էին դիվերսիոն բաներ, դիվերսիոն խմբավորումներ, դա ոչ մի բան էին, ոչ մի բան։ Ինչ արդյունքի է հասել։ Միայն երկօրյա պատերազմի ժամանակ 4000 զոհ է տալի Արցախի ՊՊ-ի հետ բախման պարագայում։ Մենք իրանց գինը կհանեինք 70,000 կորուստը կպատճառեինք, այդտեղ կկանգներ պատերազմը։ Հետո կնստեին մեր հետ կբանակցեին, արդեն Արցախը որպես Հայաստանի Հանրապետության կազմի համատեքստում։ Իսկ Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը ինչպես ազդեց 2023 թվականի Արցախի հայաթափմանը։ Որովհետև մեկը լիազորված չի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի Հանրապետության անունից, անգամ վարչապետը։ Վարչապետը ինքն է ճանաչել, ինքն էլ պատասխան տա։ Հայաստանը չի ճանաչել։ Հայաստանը Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմ։ Որտեղ եթե Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Ադրբեջանի կազմում Արցախը, Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը պետք է հարցը մտցներ ազգային ժողով, ազգային ժողովում պետք է դա ընդունվեր, Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է դա ստորագրեր, սահմանադրական դատարանները պետք է դա վավեր ճանաչեր եւ հակասահմանադրական չհամարեր, իսկ դա հակասահմանադրական կճանաչվեր, որովհետեւ ներկայիս սահմանադրությամբ, որը խարսխված է անկախության հռչակագրի վրա, Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է։ Դրա համար ես կոչ եմ անում 4-րդ իշխանություններին, զանգվածային լրատվամիջոցներին եւ հայ ժողովրդին, հարգելիներս, եթե դուք չեք ուզում, որ Հայաստանի Հանրապետության գոյության հիմքերը սակարկման մեջ դրվի, ապա 2026 թվականի հունիսի 7-ին քաղաքացիական պայմանագիր պետք է մեծամասնություն չստանա, որ սահմանադրություն չփոխեն պարտադրեն մեզ։ Առավել եւս 25 թվականի իրենց համագումարին հռչակել են 4-րդ հանրապետության կայացման մասին։ 4-րդ հանրապետությունը ուրիշ պետություն է, ժողովուրդ։ Դուք բերեք ցույց տվեք ինձ մեկ իրավաքաղաքական պայմանագիր, որտեղ ներկայիս Հայաստանը երրորդ է։
որտեղ նշված է, որ ՀԽՍՀ-ն երկրորդն է։ Ինչ որ մի պայմանագիր, որտեղով էլ որ ամփոփված է, որ 18 թվականին ձևավորվածն էլ առաջինն է, չկա նման բան։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականին, բռնազավթվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, ազատագրման կամքը արտահայտվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, անկախացել է 1991 թվական, վերանկախացել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, ճանաչվել է ՄԱԿ-ում 1992 թվականի մարտի 5-ին, եթե չեմ սխալվում։ Սա է մեր պատմությունը, սա մի Հայաստանի Հանրապետություն կա։ Եթե գործող իշխանությունը համագումար է իրականացնում եւ հռչակագրի մակարդակով հռչակագիր են գրել, որ կայացնել են 4-րդ հանրապետություն, ես խիստ մտահոգություն ունեմ, որ գնում են Հայաստանի Հանրապետության լուծարման ճանապարհով։ Եվ սա զրպարտություն չի, ես այդ մտավախությունը նամակի տեսքով տարել եւ տվել եմ կառավարություն, որ փոխանցեմ Նիկոլ Փաշինյանին, առ այսօր պատասխան չեմ ստացել։ Պարզ Սիմոնյան, քանի որ այդ հարցը բարձրացրեցի, կխնդրեմ ձեր գնահատականը տակ եւ նորից վերադառնանք համապետական ընտրություններին։ Ով բերեց ի վերջո Նիկոլ Փաշինյանի։ Չգիտեմ, դա կոնֆիդենցիալ տեղեկատվություն է։ Մենք կարող ենք ենթադրել։ 18 թվականին ուզում էի հավատալ, որ մենք բերեցինք ժողովուրդը, բայց կասկածներ կան շատ։ Ինչ իմանանք, մինչև հաստատ չիմանանք։ Հատուկ տեղեկատվություն է դա։ Եվ համապետական ընտրությունների ձեր նպատակը ո՞րն է։ Ընդդիմությունը ասում է պարտադիր պետք է իշխանափոխություն լինի, իշխանությունը ձգտում է վերընտրման։ Ձեր նպատակը ո՞րն է։ Մենք համարում ենք մեզ իրական ազգային ընդդիմություն եւ ասում ենք, որ պետք է իշխանափոխություն լինի։ Ոչ նախկիններ, ոչ ներկաներ։ Իսկ եթե այս իշխանությունը ձեզ առաջարկի գնալ եւ միանալ իրենց, դուք կընդունեք այդ առաջարկը, թե կմնաք այլ ընտրանք որպես։ Բացառվում է։ Ես ձեզ ավելին ասեմ, որ մենք մանդատների համար եւ պաշտոնների համար չենք մտել քաղաքական դաշտ, եւ եթե կկանգնենք ինչ որ մի անջրպետի, որտեղ պետքա մանդատ վայր դնել կամ հրաժարվել պաշտոնների, որևէ մեկը կասկած չունենաք։ Ես ունեմ մի արժանապատվություն եւ ունեմ մի հայրենիք, Հայաստանի Հանրապետություն, եւ ես դա զոհասեղանին չեմ դնելու։ Պարզ Սիմոնյան, այս օրերին մենք բարբերաբար հարցումներ ենք իրականացնում առայժմ Երևանի տարբեր վարչական շրջաններում եւ հաճախ եք լսում, որ քաղաքացիները ասում են Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի Գուրգեն Սիմոնյանը, ձեզ են տեսնում Հայաստանի հաջորդ վարչապետը։ Ինքնավերլուծություն կատարում եք այս պահին, դուք որպես քաղաքական ուժ որ սանտղակի վրա եք գտնվում։ Վերլուծություններ կատարում ենք, բայց սկզբից ես նախ իմ խորի շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հայությանը եւ Սփյուռքին ձեր ուշադրության, գնահատակի, սիրո եւ աջակցության դրսեւորումների համար դա փոխադարձ է։ Իմ պայքարն էլ է մեծ հաշվով ձեզ համար նաեւ սիրելիներ, շատ շնորհակալ ու շոյված եմ։ Ես համարում եմ, որ սա ահռելի մեծ առաջընթաց եւ հաջողություն է նոր ձևավորված ուժի համար։ Մենք սոցիոլոգիական կառույց չենք, սոցհարցումներ չենք իրականացում ինքնուրույն, բայց տվյալները մեր ձեռքի տակ գալիս են։ Անցյալ տարի մենք տատանվում էինք անընդհատ 3-րդ, 4-րդ դիրքերում հայտնվելու պարագայում, այս տարի աներկբայորեն անցել ենք 3-րդ դիրքում, 2-րդ տեղը գտնվող ուժից փոքր ինչ հետ մնացող մոտ ժամանակներս ես հաշվարկներ ունեմ, որ մենք արդեն 2-րդ տեղով ընթացող ուժ կլինենք, իսկ մայիսին դուք շատ լավ գիտեք, որ կարող ենք նաև առաջ անցնել։ Պատճառը որն է, որ մենք նոր ենք, քչերը մեզ գիտեն։ Կամ լավ, օբյեկտիվ գտնվելու համար ասենք 50 եւ պլյուս մի քանի տոկոսը գիտեն։ Այսինքն մեր նվաճումը վերին սանդղակ չի։ Մեզ անդադ ճանաչում եւ անդադ հավանում են, դա աճում է։ Մեր օպոնենտների սանդղակը վերին սանդղակ է, նրանց բոլորը գիտեն եւ նրանցը բարձրագույնն է ու իջնում է։ Այստեղ լավ հնարավորություն կա, եկեք համախմբվենք, ազգային ուժ բերենք վերջապես Հայաստանի Հանրապետության ղեկին, որը որ անգամ կուսակցության մակարդակով հռչակել է, որ արժանիների իշխանություն է ձևավորելու, կոմպետենտ բանիմաց մասնագետներին բերենք, սարքենք բարձրաստիճան պաշտոնատար անձիկ, պատասխանատվության տակ դնենք եւ սկսենք աշխատել զորնի բուն։ Դուք ինքներդ տեսնում եք տարածաշրջանը ինչ վառվող տակառի վրա է գտնվում, ամբողջ մերձավոր արևելյան տիրույթը։ Ժամանակն է խելքներս հավաքենք գլուխներս
եւ նորմալ ուժերի օժտենք իշխանությամբ։ Թե չէ բաները զբուրթ է, ոնց որ Արցախում հայաթափեցին, հայրենազրկեցին, ցեղասպանության ենթարկեցին 3000 տարի եւ ավելի պապենական բնորանից մարդկանց դուրս վռնդեցին քոչվորները, վախենան նույնը այստեղ կլինի, եթե նույն տրամաբանությամբ։ Առավել եւս որ դուք մոնիտորինգ եք անում, մարդու հայտարարությունը մի օր առաջվա ու այսօրվա շրջանբերաբար տարբերվում է իրարից։ Ասում եք քաղաքականապես հասունանում ենք մենք եւ նույն Շատ վատ է որ մեր հաշվին եք հասունանում։ Շատ վատ է որ մեր հաշվին եք հասունանում։ Սիրելի ժողովուրդ, միանգամից հասունների բերեք։ Այդքանը։ Շնորհակալ։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն էր։